Sarah. Hey, I like the new hair color. Thank you. Ֆուտբոլիստներն ու մարզիչները խաղից հետո կիսվում են կարծիքով, բայց հաճախ դրանք այնքան էլ անկեղծ չեն լինում, քանի որ նրանց խոսքի ազատությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով սահմանափակվում է։ Sometimes maybe good, sometimes maybe shit. Նրանք չեն կարողանում իրականությունն ասել։ Դրա համար մենք տարիներ շարունակ հարթակ ենք, որպեսզի իրենց անկեղծ ու իրական խոսքն ասեն ու թեթևանան։ Ողջույն բոլորին։ Հիմա դուք բացառիկ հնարավորություն ունեք տեսնել մարզիչներին եւ ֆուտբոլիստներին իրենց անկեղծության գագաթնակետին։ Սպորտային լրահոսում լոգշա, բայց այս վիդեոն նայելով դուք հաստատ չեք փոշմանի։ Ձեզնից ոմանք գուցե նոստալգիկ ապրեն։ Առաջին ու իմ ամենասիրելի անկեղծացումը մեր Հենոյինն է, երբ նա խաղում էր Ռոմայում։ Միլանի հետ խաղերից մեկում ռոմեական թիմը պարտվեց 3-1 հաշվով։ Ռոմայից միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանն ու եկավ անկեղծացավ մեզ մոտ, թե ինչպես շատ զվարճալի էր։ Ինտերի դեմ խաղից հետո մտանք հանդերձարան, ասեցի բոլորի վրա մունատ գալ։ Ժողովրդին մտավ մի հատ պոնչո արեցի, ասեցի դուրս արի։ Ասում եմ, այդ չէ, կարա մենակ ես եմ կարում գոլ խփեմ։ Այդ պահին տոտին մտավ հանդերձարան, դանդաղ քայլելով գալիս է վրես, վախից չգիտեմ ինչ անեմ։ Եկավ հասավ այսենց, մեկ էլ սենց անում։ Մախո, ես իմ կայֆերից ես ալում, արա։ 2019 թվականին Հենոն կրկին գոլ խփեց այս անգամ Բոսնիա Հերցեգովինային։ Նա այդ ժամանակ դեռ հավաքականում էր։ Մեր ընտրանին այդ խաղը հաղթեց 4-2 հաշվով։ Հյուրերից գոլի հեղինակ դարձավ նաև Էդին Ջեկոն, բայց դա չօգնեց։ Նա խաղից հետո եկավ մեզ մոտ եւ շատ հուսալքված կրկին անկեղծացավ։ Հայաստանի հավաքականին 4-2 պարտվելուց հետո տխուր տրտում դուրս եկանք, ուզում էի նստեի ավտոբուս, եկել լսեմ մեկը գոռում է Ջեկո, Ջեկո, Ջեկո։ Ուրախացա, ասի լավ է, ինչ-որ մեկը հիշեց ինձ, գնամ, նկարվեմ, ստորագրեմ, դու ինչի՞ չեմ, մայք ես տամ, գնացի, տեսնեմ ես մարդ ինչ-որ բան է փնտրում։ Մոտեցածի, ես եմ Ջեկոն։ Մեկ էլ ֆռաց թե բա, հայ ախպեր Ջեկոն շունս է։ Ես մի ժամա ման եմ գալիս չեմ կարող գտնեմ։ Եվրոպական ֆուտբոլում եղավ մի հատված, երբ Լիոնել Մեսին եւ Սերխիո Ռամոսը խաղում էին միասին Պարիս Սեն-Ժերմենում։ Երկար տարիներ իրար թշնամիներ լինելուց հետո ֆրանսիական ակումբում կարծես եղբայրություն էր, բայց դա միայն առաջին հայացքից։ Խաղերից մեկից հետո, որին Մեսին գոլ էր խփել, արգենտինացին պատմեց իր եւ Ռամոսի հարաբերությունների իրական աստիճանը։ Խաղում գոլը շատ լավն էր։ Գնացել ենք որ տոնենք, այս Սերգոն եկավ, փաթաթվել է, ասես լոզոտ պաչում է, իբր ուրախ է, ասում ինչ լավ է, այստեղ են գոնե մի քիչ բարիացել է։ Մեկ էլ արդեն վերադառնում ենք մեր կիսադաշտ, որ խաղը վերսկսվի, անցնելուց ականջից ասեց, մեկը Ռոնալդոն ավելի լավն է։ Արա ոնց որ սառը ջուրը լսնեին գլխից։ Երեկվանից դեպրեսիայի մեջ։ Քանի Մեսիին ենք հիշել, հիշենք նաև Բարսելոնայի այն ժամանակները, երբ թիմը գլխավորում էր Չավին։ Այդ ընթացքում մի հատված եղավ, երբ շատ ակտիվ քննարկվում էր Մեսիի հնարավոր վերադարձը հարազատ ակումբ։ Շատ ասեկոսեներ եղան, բամբասանքներ, դրա համար էլ Չավին եկավ մեզ մոտ եւ շատ հանգամանալից բացատրեց ամեն ինչ։ Երեկվա խաղից հետո Մեսին էր զանգել, թե բա Չավի ջան կլինի հետ գամ։ Ես էլ որ համ կոպիտ չհնչի, համ էլ քանի որ 2 օր առաջ Թումանյանի ծնունդն էր, ասեցի քարյակով պատասխանեմ։ Երազումս մի Մեսի մոտս եկավ հարցմունքի։ Ասի Մեսի մի շտապի, սուրճդ խմի Փարիզի։ Չավի Բարսելոնայում մեկ մրցաշրջան անցկացրեց բոդիբիլդեր, գծիկ, սպրինտեր Ադամա Տրաորեն։ Այս ֆուտբոլիստի ադապտացիան այդպես էլ չկայացավ Բարսելոնայում, որովհետև տղուն ճնշում էին։ Առաջին օրը որ գնացի պարապմունքի, այս Ալբան մոտեցավ, բա ապեր մախ ես թե գաղափար, ասեցի մախ, ասեց սխալ պատասխան ու կտացրեց։ Երկրորդ պարապմունքին գնացի, այս մոսկեցը մոտեցավ, ապեր թե բա մախ ես թե գաղափար, ասեցի գաղափար, թե բա սխալ պատասխան ու էլի կտացրեց։ Երրորդ պարապմունքինը Դեմբելեն էր եկել, մոտեցավ թե բա ապե մախ ես թե գաղափար, արդեն չդիմացա, ասի հեսա կզգաս ու մեծ կցրի։ Դրանից հետո սկսեց լավ խաղալ։ Հիմա եկեք ավելի հետ գնանք Մուրինյոյի Ռեալ, որտեղ խաղում էր գերմանական մատորով թուրք Մեսուտ Օզիլը։ Նա արդեն հետին թվով բաներ պատմեց իր եւ Մուրինյոյի հարաբերությունների մասին ու սկսեց այսպես կաչատ լինել։ Ռեալում իբր էս Մուրինյոն վրես բոց էր անում, ինձ ասում էր Մազուտ Օզիլ,
Մի օր էլ չդիմացա։ Գիշերը սպասեցի մինչև էսի քնի, տապորս վերցրի, մտա իր սենյակ, հենց ուզում էի արդեն խփեի, աչքերը բացեց։ Ասեց. «Էս ինչ ես անում, մազուտ»։ Կացինով ուզում էի հով անեի, ու շոկ է, շեֆ ջան։ 2024-ին ֆլիկի գալուց հետո Բարսայի պաշտպանությունը հանելուկ էր դարձել բոլորի համար, այդ թվում նաև Մադրիդի Ռեալի, որը շատ տուժեց այդ ամեն ինչից 2024-ին։ Այնտեղ առաջին մրցաշրջանն էր անցկացնում Կիլիան Մբապեն։ Խաղերից մեկում նա այնքան խաղից դուրս մնաց, որ երևի ամբողջ կարիերայում այդքան չէր մնացել։ Դրա համար էլ ներվայնացած եկավ մեզ մոտ, կամերա ուզեց։ Նոր էր սկսել, մեկ էլ տեսնեմ են Կուբարսին տրոսիկի մեջից կանոնա հանել, խնդալով ասում եմ ապերես խաղից հետո երկրաչափության դասի ես, մեկ էլ էսի ասում մի քիչ սպասի կտենաս ինչի համար։ Մի քիչ էլ անցավ, մեկ էլ տեսնեմ այդ կանոնով իրանց պաշտպանության գիծն ա գծում, արա սա խաղից դուրս մնացի։ Թունելում էլ եկել ասում հեն ընկեր Մբապե, երկրից դասից ինչ եմ ստանում ու քացի ծաղում ա։ Դուք այդ փսլնգոտ ինչ եք տեսնում։ Նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյոֆում Բարսելոնան հանդիպեց Բենֆիկայի հետ։ Տնային խաղում կատալոնական թիմը հաղթեց, իսկ Ռոբերտ Լևանդովսկին աչքի ընկավ իր վրիպումներով։ Այդ մասին խաղից անմիջապես հետո պատմել էր Լամին Յամալը։ Դուք տեսաք ինչ արեցինք, ես, Ռաֆինյան ու Բալդեն։ Գնացեք նայեք, շատ ուժեղ էր, բայց հիմա դրա մասին չի։ Խաղից առաջ Լևանդովսկին խնդրեցինք, որ շտանգա գոլ անի ու ասեցինք խփես Տրուբին, որ մտնի գոլ, տենց սիրուն ա։ Մենակ առաջին խաղակեսում 2 թե 3 անգամ խփեց ուղիղ վրոյի վրա։ Որ հարցնում ենք, բախի տենց, ասում ա դուք չասեցիք խփի Տրուբին, իրենց վրոն ա Տրուբին, Անատոլի Տրուբին։ Դրիվ ցնդել այդ տղեն տարիքի հետ ա։ Նույն խաղարկությունում Բարսելոնան հանդիպեց նաև Դորտմունդի Բորուսիայի հետ ու կարելի է ասել խնդիրներ չունեցավ։ Ահա այդ խաղից հետո Պաու Կուբարսին մի քիչ նեղացած, մի քիչ էլ գրգռված մեզ մոտ էր։ Լևանդովսկին ու Յամալը իրանց գոլերը արդար խփեցին, բայց այն Ռաֆինյան իմը գողացավ, արա գոլի մեռած, բայց այդ չի կարևոր։ Տեսակ Բորուսիային ջախջախեցին։ Խաղից հետո Ֆլիկը մտավ հանդերձարան, թե բա տեղ գնալու շորերը հագեք, գնում ենք Լևի։ Ուրախացած ելանք, աչքերներս պետք է բացվի, նստեցինք ավտոբուս, քշեց ու անընդհատ ձախ ա թեքվում։ Այնքան տես թեքվեց, էլի եկանք հասանք բազայի դիմաց։ Մեկ էլ էս Ֆլիկը թե բա իջեք հասանք։ Ասում ենք տրեներ ջան, բայց եկանք բազա, բա Լևին, էսի ասում ա ձախը ձեզ օգնական, մարշ քնելու։ Ու գերմաներեն խնդում ա։ Նախորդ մրցաշրջանի ազգերի լիգայի եզրափակիչը պակաս դրամատիկ չէր։ Պորտուգալիան դարձավ առաջին հավաքականը, որը այդ գավաթը նվաճում է երկրորդ անգամ։ Քրիշտիանո Ռոնալդուն մի կուշտ լացելուց հետո մեզ մոտ էր կրկին։ Եզրափակչից առաջ այն Յամալը եկավ, թե բա բարև Քրիշտիան, արա ասի հորիցդ մեծ եմ, արա ինչ Քրիշ։ Вообще հարգանք չկա, արա դրա համար էլ դաշտում 0 է։ Բայց դե տեսակ էլի խաղի կարևորագույն գոլը ես խփեցի, ասցի ես հելա ախպեր։ Պենալներով կրեցինք, արա այն մոռատան չխփեց։ Ղզիկ պահերը լացել բանը, որ պրծավ, գնացի կանգնեցի դիմացա, ասում եմ ապեր նայի, երկուսս էլ 7 համարն ենք, երկուսս էլ ավակ ենք, երկուսս էլ սիրուն ենք։ Գիտես ինչով ենք տարբերվում։ Սենց զարմացած լացակումած ասում եմ ինչով։ Ասեցի դու լոխ ես։ Ռոնալդոյի շնորհանդեսին մեկը մեկին նմանվող շնորհանդես կազմակերպվեց Կիլիան Մբապեի համար Ռեալում, բայց դա չօգնեց նրա ադապտացիան արագացնելու համար, այն ձգձգվում էր, դրա համար էլ Պապա Կառլոն եկավ եւ պատմեց, թե ինչեր էին անում նրա համար, որ հարմարվի թիմում։ Ուղղակի չգիտեմ էլ ինչ անեմ, որ այդ տղը նորմալ խաղա։ Տունը տվեցինք, ավտոն առանք դրեցինք տակը ընկերուին մեջը։ Հարևանի ռեմոնտը սաղ թիմով կպանք, շուտ արեցինք, որ հանգարց իրա հանգիստը չգակտվի։ Վինիսիուսի լացի գնով իրան բերեցինք, դրեցինք իրա սիրած դիրքում, արա բայց էլի չի կարում արա։ Ասել ասում եմ կիլո ջան, էլ ինչ անենք, որ դու կարնաս խաղաս։ Ասում ա պապա ջան, կասես մի քիչ փափուկ ու դանդաղ խաղան։ Չեմ հասցնում։
Հիմա առաջարկում եմ ֆուտբոլիստներից մի քիչ շեղվել ու հիշել 2022 թվականը, երբ ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը պատրաստվում էր վաճառել Չելսին։ Ակումբի գինը մոտ 3 միլիարդ դոլար էր։ Ցանկացողները շատ էին եւ դրանց շարքում էր մի շատ անսպասելի մեծահարուստ, որի մասին էլ պատմում էր Ռոմանը։ Երեք Մակգրեգորն էր զանգել, թե բա ինչքան ես ասում։ Ասացի դե 3 միլիարդ կամկամալով ասեց լավ ու անջատեց։ Դեռ չէի հասցրել հեռախոսս անջատեի, էլի զանգ եկավ 091 000000 համարից։ Վերցրի ասի ալո Ռոման ջան, իշքամա։ Արմատած ասացի դե 3 միլիարդ։ Ախպեր ջան, համապատասխանաբար ասենք ես տալիս եմ 6 միլիարդ, բայց մի պայմանով։ Ասացի ինչ պայման։ Ասենք դե համապատասխանաբար այն մեր 33 մետրանոց արձանը բդի դնենք Սթրեմֆորդ Բրիջի մեջտեղը։ 2 տարի առաջ Paris Saint-Germain Real խաղից հետո Էդեր Միլիտաոն բացահայտեց, թե ինչու էր Ֆլորենտինո Պերեսը սպասում, որ Կիլիանին անվճար բերի թիմ։ Նրա գինը գնալով բարձրանում էր։ Ով այդ մոբոպեներան։ Գոլը խփելուց ոնց որ քամիրն էր, այնց ֆսած ականջս տարավ։ Հասավ դարպասին, որ արդեն պետքա խփի, հայացքը սկացեց Տիբոյին, մեկ այնց դեպքերը թունել, ոնց որ ասեր Արայելիեսիա գալիս վրես։ Նինդզա լինի։ Ընդմիջման նստած ենք տխուր տրտում, մեկ էլ Ֆլորի իջով թե բա տղեկ Մբապեի գինը գնալով բարձրանում, չենք կարող առնենք։ Բոլորս միաբերան թե բա պարոն Ֆլորա, մենք իր համար մարդը 1 միլիոն կտանք մենակ առեք այդ տղուն։ Մեկ էլ են անսեսիոնելա, թե բա ես չեմ կարա տամ, գազի գինը տեսել եք։ Վերջում էլ հիշենք Դեխեայի հուշերից։ Մանչեսթեր Յունայթեդում նա վերջին օրերին շատ անկեղծ էր։ Որ առաջ 3 տարեկան տղուս հետ զբոսնում էի, Ռոնալդոյի արձանի մոտով անցնելիս տվեց թե բա պապ մի հատ նկար բարձրացրի դրեցի Ռոնալդոյի գլխին, որ նկարեն, արդեն ուզում էի նկարել, մեկ էլ տեսնեմ սխալով ընկնում է։ Մոռացել էի, որ այս Ռոնալդոն այն սպրտիկ ժելեներից է քսում։ Ինչ չկորցրի, միանգամից թռա ու բռունցքով հեռացրի։ Այստեղ էս լացելով մեջքի վրա անգավ, գնացի ասի կներ այստեղ էս բնազդաբար ստացվեց, մեկ էլ լացելով թե բա դե հասա բախտս բերեց, որ ուժեղ հարվածով չհեռացրիր ինձ։ Արա դե ուժեղ վերադարեմ էլի օզորով չի։ Այսքաններ, սենց էպիզոդներ շատ ունենք, շատերը տասնյակ անգամներ եկել եւ անկեղծացել են մեզ մոտ։ Եթե ակտիվ լինեք եւ ձեզ այս ֆորմատը դուր գա, անպայման երկրորդ մաս նույնպես կլինի։ Մեկ էլ անպայման կոմենտում գրեք, թե այս անկեղծություններից որն էիք տեսել մեր Instagram, TikTok էջերում։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մի քանի օրից սովորական ֆորմատով կվերադառնանք։ Միշտ անկեղծ եղեք եւ լավ մնացեք։ Առաջին րոպեին գոլը խփեցինք, ասի մալադեց, այս ջայլները լավ էլ հարգում են մեծերին, հետո մի քիչ առիթավորվեցինք, երկրորդն էլ խփեցինք։ Այդ ոնց որ տրանսպորտում 17 տարեկան տղեն տեղը զիջի տատիին, իրա փոխարեն վճարի, թոշակը բարձրացնի, տունը մնացած թորանն էլ ուզի։ Բայց տենց չէր։ Արա այն յամալը ոնց որ քամի լիներ։ Հենի անգամ հղի տատիին տեղը չէր զիջի։ Գնամ Հեն աչերբին էլ չենք լինի 20 տարեկան երկի տակ տխրումա միանամ